Աշխատակցի անուն, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, աշխատավարձի չափը, պայմանագրի համարը։ Տվյալները լրացված այս տեսքն է ունենալու Հայաստանում ներդրվող էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը։ Պեկից այն առաջին անգամ են ցույց տալիս։ Համակարգը նոր է գործարկվել։ Հոկտեմբերի 15-ից թվային աշխատանքային պայմանագրեր համակարգը արդեն իսկ հասանելի է։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ արդեն իսկ 33 պայմանագիր էլեկտրոնային եղանակով երկկողմանի վավերացվել են։ Դեռ որ ընկերությունները կամավոր են նոր աշխատողին գործի ընդունում ոչ թե սովորական թղթային, այլ թվային տարբերակով։ Ձևակերպումների համար ՊԿ հարկատուների ծանոթ հաշվետվությունների ներկայացման ֆայլ օնլայն համակարգում նոր բաժին է ավելացրել։ Գործատուին հնարավորություն տվել դրանով կազմակերպել նաև քաղաքացուն աշխատանքի վերցնել ազատելու հրամանից մինչև վարձատրության փոփոխություն բոլոր միջամտությունները։ Օրինակների վրա բացատրում են այստեղ։ Կան նաև մնացած էլեկտրոնային փաստաթղթերը, համաձայնագրեր, որոնք նույնպես գործատուի կողմից ստորագրվում են եւ ստորագրվում են նաև աշխատակցի կողմից։ Ենթադրենք աշխատողի աշխատավարձն է փոխվել կամ հաստիքն է փոխվել, գործատուն համակարգի միջոցով ստեղծում է աշխատանքի փոփոխության համաձայնագիր, որը եւս պետք է ֆիզիկական անձը էլեկտրոնային եղանակով վավերացնի ստորագրությամբ։ Գործատուի ստեղծած փաստաթուղթը աշխատողը տեսնելու եւ ստորագրելու է եկամուտների հայտարարագրումից արդեն ծանոթ վիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի իր անձնական էջում, որտեղ մտնելու համար պետք է MID-ով բջջայինով նույնականանա։ ՊԿ-ն այստեղ էլ է առանձին բաժին ավելացրել ինտերնետով նամակը տեղ հասցնելու համար էլ աշխատանքային պայմանագրում նշվող ամսաթիվ, ժամավճար, արձակուրդի տևողություն տվյալների հետ միասին գործատուին պարտադրել, որ աշխատակցի ճշտի նրա մեյլն ու նշի։ Պարտադիր լրացվող տվյալների շարքում կա նաև էլեկտրոնային փոստը։ Աշխատողները մուտք են գործում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, տեսնում եք աշխատանքային պայմանագրեր ու երևում են արդեն իր հետ կնքված աշխատանքային պայմանագրերը, համաձայնագրերը։ Նոր աշխատողի թվային ձևակերպումը, որ հիմա դեռ կամավոր է, հունվարից արդեն պարտադիր կլինի։ Ըստ օրենքի ի դեպ, նոր տարուց պետք է թվայնացվեն նաև գործող ընթացիկ աշխատանքային պայմանագրերը։ Գործատուներին հիշեցնում են ՊԿ պատասխանատուները։ Հունվարի 1-ից նախկինում կնքված թղթային եղանակով պայմանագրերը եւս պետք է մուտքագրվեն թվային համակարգ։ Գործատուները 1 տարի ժամկետ են ունենալու, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նրանք նախկինում բոլոր կնքված պայմանագրերը պետք է մուտքագրեն։ Թղթային թույլատրվելու է միայն աշխատանքային հավելվածը կազմել այն դեպքերում, երբ հիմնարկի HR-ը պայմանագրից դուրս ինչ-ինչ կետեր կուզենա ֆիքսել։ Այստեղ նշում է կատարվում, որ արկա է նաև հավելված ու նշվում են նաև այն պայմանները, որոնք կարգավորվում են հավելվածով։ Պայմանագիրն իրավական ուժ է ստանում երկու կողմի ստորագրումից հետո միայն։ Ծրագիրը ՊԿ-ում պնդում են բավական ճկուն է գրված, եռալեզու է, գործատուին կտա նաև կոլեկտիվի տվյալների հետ աշխատելու հնարավորություն։ Հնարավորություն կա աշխատանքային պայմանագրեր ներմուծել Excel ձևաչափով եւ նաեւ որոնումներ իրականացնել ու տվյալ տեղեկատվությունը, որը պարունակվում է համակարգում, արտածել։ Այս քայլով հարկահավաքները տնտեսվարողին ու մարդկանց արդեն ծանոթ ՊԿ-ի հարթակներով ավելի շատ սոցապին են աջակցում։ Իրենց համար որևէ խնդիր չեն լուծում։ Փոխարենը մեծ պատասխանատվություն են ստանձնում։ Հանկարծ անձի եկամուտների վերաբերյալ տվյալները հաքերները ցանցից չգողանան, հանրայնացնեն։ ՊԿ-ը երաշխավորում է, որ գաղտնիությունը կապահովի։ Այո։ Հերմինե Բաղդասարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։